Կանգնենք ոտքի Տիրոջը պաշտելու սիրելի Աստծո ժողովուրդ։ Բարով եք եկել Աստծո տուն։ Ամենքս էլ տեղ ունենք այս տան մեջ։ Ասա սա իմ հոր տունն է։ Ասա ու ես եկել եմ միաբանվելու իմ քույր եղբայրների հետ պաշտելու իմ Տիրոջը։ Ասա բարի է իմ Տերը, ողորմած է իմ Տերը, սեր է իմ Տերը, ասա ես Աստված ունեմ։ Ու ես պիտի ցնծամ եւ ուրախանամ, որովհետեւ ունեմ մեկը, ում ձեռքը թե երկնքում է, թե երկրի վրա, եւ իմ Տերը ամեն բան գիտի։ Փառք բարձրացնենք Տիրոջը։ Ասա ինչքան կյանք ունենամ, պիտի փառաբանեմ իմ Տիրոջը։ Ասա ինչքան բջիջ ունեմ, պիտի պաշտի իմ Տիրոջը։ Ասա ամեն ինչ, որ ինձ անում է, պիտի պաշտի Տիրոջը։ Ողորմած եւ գթած է Տերը, համբերատար է եւ բազմավորում։ Բարի է Տերը բոլորի համար եւ նրա գթությունը իր բոլոր գործերի վրա է լինում։ Տեր, քո բոլոր գործերը քեզ պիտի գովաբանեն։ Ասա իմ կյանքում ամեն կատարած գործ Տիրոջը պիտի գովաբանեն Տիրոջը։ Եվ ես եւ իմ շուրթերը պիտի փառաբանեն ին Տիրոջը։ Եվ քո սրբերը պիտի օրհնեն քեզ։ Ասա ես Տիրոջ սուրբն եմ։ Ես սրբացել եմ Տիրոջմով։ Ես սրբացել եւ լցվել եմ իմ Աստծով։ Ասա ես պիտի փառաբանեմ եւ օրհնեմ իմ Տիրոջը։ Ասա ով իմանց, օրհնիր քո Տիրոջը։ Այն ասում, որ ամեն բան գիտի։ Այն ասում, որ միշտ մեզ հետ է ամեն ժամանակ։ Ասա Աստված, դու սքանչելի ես։ Դու զորավոր ես եւ մեծ իշխան ես։ Դու երկնքում ես գահի վրա, բայց ամեն բանից տեղյակ ես երկրի վրա։ Ասա Տեր, դու ինձ հետ ես եւ ես պիտի փառաբանեմ քեզ։ Ասա ես պիտի օրհնաբանեմ քեզ։ Դու տիրում ես երկնքում երկրի վրա ով Աստված։ Այո, Տեր, քո զավակները պիտի փառաբանեն քեզ։ Այս միաբանության մեջ պիտի բարձրանա քո անունը եւ պիտի օրհնաբանեն քեզ։ Միաբան եւ մեկ ձայնով։ Ո Աստված մեր։ Սքանչելի եւ մեծ իշխան։ Արժան է սառնելու ամեն փառքն ու պատիվը։ Եվ միաբան մեկ ձայնով ասենք. Show me.
Աստված ունեմ, ես բժիշկների բժշկապետը ունեմ, ասա ամեն բան իմ Տիրոջ ձեռքերի մեջ է, տիրում է երկնքում երկրի վրա մեր Աստվածը, ասա ահա ես էլ եկել եմ պաշտելու և երկրպագելու իմ Տիրոջը, ասա օրհնիր մեզ օրհնյալ Աստված քո սուրբ ներկայությամբ, թող մեր օրհնությունը Տիրոջ ներկայությունը լինի, որ մենք լցվենք և զորանանք մեր Տիրոջմով, մեծ ես դու և սքանչելի ով Աստված, օրհնյալ է քո սուրբ անունը, թե երկնքում, թե երկրի վրա, և թե մեր կյանքերում, ասա ես պիտի օրհնաբանեմ իմ Տիրոջը, ով իմանց օրհնաբանիր Տիրոջը, երկրպագիր քո Տիրոջը։ Հալելույա, այո, միաբանվենք փառաբանության երկրպագության մեջ և միասին օրհնենք մեր Տիրոջը։ Կարող ես հզոր ծափեր ուղել Տիրոջը, ասել Տեր շնորհակալ եմ, այո, արարիչ մեր զորավոր մեր Տեր, դու ես մեր օրհնությունը, դու ես մեր զորությունը, մեր ապավենը, մեր ընթացքի Տիրողը, դու ես Հայր ամենը, ում ասում ենք, որ շնորհակալ ենք եւ այո, եկել ենք, որ միաբան օրհնենք, եկել ենք, որ միաբան երգենք եւ ասենք, որ դու ես մեր զորքերի Աստվածը,
Կարող ես ավելի բարձր ծափարել եւ օրհնություն բարձրացնել Տիրոջը եւ շնորհակալություն հայտնել։ Այո, Մարցալին պետք է մի շնորհակալություն հայտնենք եւ նաեւ շնորհակալություն հայտնենք այսօրվա համար, որ Տերը պահեց եւ մեզ ուղեկցեց Տիրոջ տանտուն։ Փառք քեզ Տեր։ Դու ես մեր օրհնությունը, դու ես մեր ապավենը Տեր, ում հանձնվում ենք, ում խոնարհվում ենք Տեր եւ ասում ենք Տեր, դու ես ամենը մեր կյանքում։ Քո կյանքի համեմատար ամենը Տեր Հիսուս, Տեր սորավոր Աստված եւ մեր ամրոց։
բարձրացնեմ իմ զորքերի ասուն։ Ամեն, ամեն։ Ասա իմ անձը պիտի երկրպագի իմ զորքերի ասուն։ Ասա եւ մենք միաբան փառք պիտի բարձրացնենք մեր Տիրոջը։ Եվ ասենք փառք ենք քեզ տալի մեր Աստված։ Գոհանում ենք քեզանից ամեն բանի համար։ Ասա իմ սիրտը լիագոհությամբ Տեր, որովհետև դու ես իմ Աստվածը, որովհետև քո ձեռքը իմ կյանքում է, ինձ վրա է եւ այն ամենի վրա, ինչի վրա որ դու ինձ կարգեցիր։ Ասա փառք պիտի բարձրացնեմ քեզ եւ ասեմ ինչ մեծ ես դու Աստված, ինչ փառավոր ես դու Աստված, չկա մեկը քեզ պես, դու աննման ես Տեր, դու սքանչելի ես Տեր, ինչքան գովեն քո մեծ անունը Տեր, մի ամբողջ հավիտենություն է պետք քեզ գովելու, քեզ մեծ արելու եւ ասելու ինչ մեծ է մեր Աստվածը, ինչ սքանչելի է մեր Աստվածը, եւ մենք պիտի փառաբանենք քեզ, փառք պիտի տանք քո անվանը Տեր, մեծ ես դու Տեր, սքանչելի ես դու Տեր, կատարյալ ես դու Տեր, եւ բարի ես, բարի, բարի, փառք ենք քեզ տալիս, գոհանում քեզանից, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, փառք ենք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես Տեր, Այո, օրհնում ենք եւ ասում ենք Տեր, որ չկա մեկը քեզ նման։ Ամբողջ այս աշխարհում Տեր, դու ես միակ, դու ես Տերը։ փառք ենք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, փառք ենք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, Ասա մեծարում մեծարում ենք քեզ իմ Աստված։ Ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, Այո, ասա գոհանում եմ Տեր, գոհանում եմ ամեն ինչի համար, գոհանում եմ այն ամենի համար, ինչ տալիս ես Տեր, եւ ուզում եմ քո առաջնորդությունը խնդրեմ Տեր, այո, առաջինը խնդրեմ երկնքի արքայությունը Տեր, խնդրել Տեր իմ քույր եղբայրների համար, մեր եկեղեցիների համար Տեր, մեր Հայաստան աշխարհի համար Տեր, քո
քո ապաշխարության հոգին իջնի Տեր ամեն մեկիս վրա գոհանում ենք Տեր եւ ասում ենք որ շնորհակալ ենք Հայր գոհունակ սիրտը Տեր նոր սիրտը ամեն մեկիս Տեր որ մի սիրտը բացվի Տեր մեր աչքերը բացվի Տեր եւ ասենք գոհանում ենք եւ շնորհակալ ենք ամեն ինչի համար Տեր խոնարհվում ենք Հայր քո գահի առջև մեծարում ենք քո անունը քո թանկ անունը որ դու ես ալֆան դու ես օմեգան Տեր դու ես ամենը մեծարում ենք քեզ ասա ինչ մեծ ես հրաշքներս կատարում չկա մեկը քեզ նման Հիսուս ամբողջ այս աշխարհում ինչ մեծ ես դու հրաշքներս կատարում չկա մեկը քեզ նման Հիսուս ամբողջ այս աշխարհում ինչ մեծ ես դու հրաշքներս կատարում չկա մեկը քեզ նման Հիսուս ամբողջ այս աշխարհում ինչ մեծ ես դու հրաշքներս կատարում չկա մեկը քեզ նման Հիսուս ամբողջ այս աշխարհում ամբողջ այս Հարդիրոջը կարող եք նստել Ամեն, ամեն, ամեն։ Ալելույա։ Մի հատ ջիգարով ծափեր։ Մեր Տերը արժան է։ Մեր Տերը հզոր է։ Մեր Տերը պատվական է։ Եվ ողջ փառքը, պատիվը, մեծությունը, զորությունը ում է պատկանում բարձրյալ մեր հզոր Տիրոջը։ Ամեն։ Դե հիմա կողքինիդ մի հատ լավ խոսք ասա, օրհնության խոսք, ինչ սրտիցդ կբխի, մի հատ լավ բառ ասա, ասա դու օրհնված ես, որ դու այստեղ ես, Տերը քեզ սիրում է, ասա Տերը քեզ չի թողելու, Տերը քեզ օգնելու է, չընկճվես, չտխրես, չդժգոհես, որ հանդիպել ես փորձությունների Տերը քեզ չի թողնելու ով է վստահ ալելույա դե ուժգին ծափահարեք ալելույա եւ կողքինիդ ասա ես իմ սիրտը պատրաստել եմ Աստծո խոսքի համար հրճակեք Ես իմ սիրտը պատրաստել եմ Աստծո խոսքի համար, այո, որտև խոսքը ինձ պիտի փոխի, խոսքը ինձ պիտի զորացնի, խոսքը ինձ պիտի բժշկի, խոսքը իմ ներսը պիտի ուրախություն լցնի, ամեն, խոսքը արարող է, թանկագիններս, այսօր մենք հյուր ունենք, Առաջի անգամ է մեզ մոտ, դուք առաջի անգամ եք տեսնում, բայց ես առաջի անգամ չէ, ասեմ ջիգարով աղբեր է, և ասեմ, որ իրան ես մի կարևոր բանում դիմել եմ, նոր ենք ծանոթացե, և գիտեք ինչից զարմացա, դեռ ես եղբայրը ինձ հետ շատ շփված չէր, գիտեի, որ ունի այդ հնարավորությունը և կարա այս բանում միջամտի, գիտեք առանց որևէ բանի, ասավ քուրս կողքիդ եմ, չմտածես, կանենք, չվախենաս, քո հետ էլ կգամ, և ինձ հետ էլ եկավ, չեմ ուզում փակագծեր բացեմ, մեր Արտուշ եղբայրը Էջմիածինի
եկեղեցու մեր նման ավետարանական ուղղություն ունեցող եկեղեցի է Հովիվ։ Եվ գիտեք, ինչի եմ փառք տալի Աստծուն, որ այսպիսի սիրտ ունեցող եղբայրներ ունենք, որ այսպիսի պատրաստակամ եղբայր, գիտեք, ինքը ոչ թե ինձ համար արեց, ինքը Հիսուսի համար արեց, որովհետև ինչու չէ, նաև որպես քույրիկ ինքը կանգնեց կողքս, բայց ես գիտեմ, որ իրա բոլոր նպատակները, իրա բոլոր ամեն բան ուղղված էր Հիսուսին եւ ասեց կանենք Տերը օրհնի Արտուշ եղբայր ջան, համեցեք այսօր պատգամախոս է իր գեղեցկուհի տիկնոջ հետ է այստեղ Աստծուն ծափահարենք մեր եղբոր եւ քրոջ համար օրհնվես Փառք Տիրոջը, Տերը շատ օրհնի ձեզ։ Շնորհակալ ենք մեր թանկագին քրոջից, հրավերի համար, բոլոր ծառայողների համար, Աստված օրհնի ձեզ։ Տիրոջ խաղաղությունը, Տիրոջ ուրախությունը եւ օրհնությունը թող լինի ամեն մեկիս կյանքի մեջ։ Թող Տերը օրհնի այս եկեղեցին, բարձրացնի, տարածի ձեր վրանի չվաները եւ ավելի ուժեղ զորացնի ձեզ։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Շնորհակալ ենք Տիրոջից, որ ամեն ժամանակ Աստված մեզ տալիս է իր խոսքը մեզ զորացնելու եւ մեզ օրհնելու, որովհետեւ եկեղեցի մենք կանչված ենք հաղթելու համար։ Ես այսօր մի պատգամ ունեմ եւ ուզում եմ խոսեմ այդ սերունդի մասին եւ ես ուզում եմ որ մենք հասկանանք եւ որպես եկեղեցի մեր գործնեությունը իմանանք մեր դերը եւ մեր նշանակությունը այս երկրի վրա։ Ես հավատում եմ, որ Աստված կանչել է այս եկեղեցին եւ Աստված ծրագիր ունի, որտեվ դու հաղթող եկեղեցի ես եւ պատերազմող եկեղեցի ես։ Եվ սատանան ամեն բան անում է, որպեսզի մեզ մեր ընթացքի մեջ կանգնացնի։ Եվ նրա նպատակն է մեզ թուլացնել, մեզ կոտրել, բայց շնորհակալություն Աստծուն, որ Աստված տվել է մեզ հաղթության հոգին։ Նա մեզ տվել է ուժ եւ զորություն, կարողություն հաղթելու եւ առաջ շարժվելու Հիսուս Քրիստոսի անունով։ Ես այսօր ուզում եմ խոսեմ առաջի խոսքը, որ վերցրել եմ Եփեսացի 6-րդ գլուխ 12-րդ խոսքը, որ շատ հայտնի խոսք է, որովհետեւ մեր պատերազմը այրունի եւ մարմնի դեմ չի։ Մեր պատերազմը խավարի իշխանության դեմ է։ Եվ այսօր եկեղեցի Աստված ինձ ու քեզ օծել է, որպեսզի մենք հակառակ կանգնենք թշնամուն եւ պարտության մատնենք թշնամուն, որովհետեւ Հիսուսն ասում էր այս աշխարհի իշխանը գալիս է, բայց նա իմ դեմ ոչինչ չունի։ Եվ մենք գիտենք խոսքը, որ ասում է նա ով ծնված է Աստծուց հաղթում է այս աշխարհին։ Դրա համար քաջացիր եւ զորացիր, որովհետեւ մեր պատերազմը խավար ուժերի դեմ է։ Ես ուզում եմ խոսեմ մի սերունդի մասին, որի ծագումնաբանությունը, որը սկիզբ էր առնում Եսավի սերունդից։ Եսավի թոռն էր Ամաղեկը։ Դա մի սերունդ էր, որ անընդհատ Իսրայելի դեմ պատերազմում էր, անընդհատ կանգնում էր Իսրայելի ճանապարհին եւ խոչընդոտում էր եւ թույլ չէր տալի, որ Իսրայելը գնար խոստացված երկիրը։ Դա ցանոթ պատմություն է եւ մենք բոլորս գիտենք այսօր թշնամին ամեն բան անում է մեզ մեր ընթացքի մեջ կանգնացնելու, որպեսզի չհասնենք խոստացված երկիրը։ Այն երկինքը, որ Աստված պատրաստել է մեզ համար։ Եվ մենք տեսնում ենք Սուրբ գրքի մեջ ամաղեկացիները առաջի սերունդներից մեկն էին, որ երբ որ Իսրայելը դուրս էր գալի Եգիպտոսից, կանգնեց նրանց ճանապարհին։ Եվ Աստծո խոսքն ասում է Ելից 17-րդ գլխում Ամաղեկը 8-րդ խոսքից Ամաղեկը եկավ եւ Ռաբի դիմում պատերազմեց Իսրայելի դեմ։ Մովսեսը ասեց Հեսուին. Մեզ համար մարդիկ ընտրիր, որ դուրս գնան պատերազմելու Ամաղեկի դեմ։ Վաղը ես կկանգնեմ բլուրի գագաթին, Աստծո գավազանը ձեռքիս։ Հեսուն արեց Մովսեսի ասացի պես եւ պատերազմեց Ամաղեկի դեմ։ Ամաղեկը Մովսեսը Ահարոնը եւ Օվերը ելան բլուրի գագաթը, երբ որ Մովսեսը վեր էր բարձրացնում իր ձեռքերը, հաղթում էին իսրայելացիները։ Իսկ հենց որ իջեցնում էր իր ձեռքերը, ամաղեկացիներն էին հաղթում։ Ես ուզում եմ ասեմ այստեղ
Աստծո ժողովուրդ, սիրելի քույրեր, եղբայրներ, Աստծո խոսքն ասում է, որ երբ որ Մովսեսը իր ձեռքերը իջեցնում էր, միգուցե մտածում էր, որ իսրայելացիների հաղթանակը, նրանց առավելությունը իրեն մի փոքր հանգիստ էր պատճառում, եւ ասում էր կարելի է հանգստանալ, բայց այստեղ մենք հասկանում ենք, որ սա նշանակում է, որ մենք որպես եկեղեցի, որպես հավատքի ժողովուրդ, մենք պետքա շարունակաբար պիտի աղոթենք եւ պիտի պատերազմենք, որտեղ երբ որ Մովսես իր ձեռքերը իջեցնում էր, ամաղեկացիները առավելություն էին ստանում եւ խոսքն ասում է Մովսեսը բարձրացած ձեռքերը դա ինչն էր աղոթքի խորհրդանիշն էր որ նա մշտապես կապված էր Աստծո հետ եւ շարունակությունը մենք տեսնում ենք 12-րդ խոսքում Մովսեսի ձեռքերը հոգնածությունից ծանրացան նրանք մի քար առան եւ դրեցին նրա տակը օրհնյալ լինեն նրանք ովքեր միշտ Աստծո մարդկանց ձեռքերը բարձրացնում են եւ թույլ չեն տալի որ իջնեն այդ ձեռքերը Մովսեսի ձեռքերը երբ որ թուլացավ ինչ արեցին նրանք քար առան եւ դրեցին նրա տակը Մովսեսը նստեց նրա վրա Ահարոնն ու Հովերը մեկը այն կողմը մյուս կողմը վեր պահեցին նրա ձեռքերը եւ մինչեւ արեգակի մայր մտնելը նրա ձեռքերը հաստատուն մնացին Եվ հեսուն սրի բերանով զարկեց ամաղեկին և նրա ժողովրդին, տերը ասեց Մովսեսին, սա գրի առ գրքումը, որպես հիշատակ հայտնիր հեսուին, որ ես ջնջելու եմ ամաղեկի հիշատակը երկնքի տակ, Մովսեսը զոհասեղան շինեց դրա անունը դրեց Եհովանիսի եւ ասեց որովհետեւ Տերը պատերազմ ունի ամաղեկի դեմ սերնդե սերունդ Աստծո պատերազմը ամաղեկի դեմ Աստծո պատերազմը իմ եւ քո թշնամու դեմ չի ավարտվել նա շարունակաբար պատերազմում է մինչեւ որ ամբողջությամբ ջնջի այն արատավոր երևույթները որ հավատացյալի որ Աստծո սեփական ժողովրդի ճանապարհին է կանգնում Եվ մենք այսօր տեսնում ենք, որ Տերը ամեն ժամանակ իր խոսքի հետևում կանգնած է Եվ Աստված խոստացել է Եվ այդ խոստման վավերականությունը չի անցել Տիրոջ խոսքը նույն է երեկ, այսօր եւ հավիտյան Ժողովուրդ մենք նպատակի համար ենք կանչված Որովհետեւ Աստված ծրագիր ունի յուրաքանչյուրիս կյանքի համար Տերը խոստացել է Ես պետքա ջնջեմ ամաղեկի հիշատակը Ով էր ամաղեկը, ինչ խորուրդ ունի իր մեջ, դա այն չարիքն է, որ այսօր անընդհատ պատերազմում է մեր դեմ Եվ անընդհատ մեզ ուզում է կանգնացնել մեր հոգևոր ընթացքում Տեսնենք ում կյանքում կարող է հաջողվել Եկեք բացենք երկրորդ օրինաց 25-րդ գլխում 17-րդ խոսքում ասում Աստծո խոսքը Աստված չի մոռացել, թե թշնամին ինչ է արել մեզ Եվ այստեղ ասում է հիշիր թե 17-րդ խոսքը Երկրորդ օրինաց 25-17 Հիշիր թե ինչ արեց քեզ ամաղեկը ճանապարհին երբ դուք դուրս եք եկել Եգիպտոսից որ ճանապարհին ելավ եւ քո դեմ առանց Աստծուց վախենալու կոտորեց քո ետևից գնացող բոլոր տակարներին երբ դուք հոգնած ու սպառված եք Եկեղեցի թշնամին հասնում է նրանց, ովքեր ետ են մնում, ովքեր դանդաղում են իրենց ընթացքի մեջ, ովքեր հոգնած են, ես ատում եմ այն խոսքը, որ երբեմն մարդիկ ասում են, այ հոգնել եմ ես կյանքից, սիրելիս թշնամին արդեն քո տարածքում է Հոգնել եմ ես կյանքից, այլևս չեմ ուզում պատերազմեմ, այլևս չեմ ուզում պայքարեմ, ամեն ինչից, ամեն մեկից, բոլորից, սաղից հոգնել եմ։ Սիրելիս թշնամին արդեն քո տարածքում է, որտեղ Աստծո խոսքը այստեղ ասում է բոլոր տկարներին եւ նրանց, ովքեր հոգնել էին կյանքից, հոգնել էին ապրելուց, հոգնել էին ու արդեն սպառվել էին։ Թշնամին հասավ հոգնած ու սպառվածներին Եկեղեցի թշնամին հասնում է նրանց, ովքեր սպառվել են արդեն, ովքեր դանդաղում են իրենց ընթացքի մեջ, ովքեր կանգ են առել, այլևս չեն ուզում պայքարել, այլևս չեն ուզում առաջ գնալ։ Հիշում եք Նեհեմիայի գրքի մեջ այսպիսի մի խոսք կա, որ ասեց պատերազմեք ձեր երեխաների, ձեր տների, ձեր կանանց, ձեր ամուսինների համար։
Աստծո խոսքը մեզ կոչ անում պատերազմելու եւ կանգ չառնելու հիշեք մեծ եւ ահեղ Տիրոջը, որտեղ սա նշանակում է, որ մեր պատերազմը Աստված է մեզ առաջնորդում եւ նա է մեր ճանապարհը մեր արժևից գնում, որպիսի ինձ ու քեզ տա հաղթությունը, որովհետեւ այդ պատերազմը նրա պատերազմն է եւ նա է զորքերի հրամանատարը, որ կարող է մեր թշնամիներին պարտության մատնել Հիսուս Քրիստոսի անունով։ Հիշիր թե ինչ արեց քեզ ամաղեկը ճանապարհին եւ դուք դուրս եք եկել Եգիպտոսից, որ ճանապարհին ելավ քո դեմ, նա դուրս եկավ, Աստծո բարկությունը բորբոքված էր, որովհետեւ թշնամին կանգնում էր անընդհատ իր սեփական ժողովրդի ճանապարհին եւ թույլ չէր տալի։ Այսօր մեր ճանապարհին շատ բաներ են կանգնում, շատ իրավիճակներ, շատ խնդիրներ, մեղքեր կան, որ այսօր ուղղակի կանգնում են մեր ճանապարհին եւ անընդհատ արգելում են մեզ մեր ընթացքի մեջ։ Մենք այսօր որպես Աստծո ծառաներ, մենք որպես Աստծո ընտրված ժողովուրդ, մենք այսօր պիտի ամաղեկի հիշատակը ջնջենք, պիտի փչացնենք ամաղեկի զորությունը մեր կյանքից, այն մեղքերը, այն վատ սովորությունները, այն վատ բնավորության գծերը, որ այսօր կա, որ խանգարում է ինձ ավելին ունենալու, ավելին տալու, ավելին ծառայելու, ավելի առաջ շարժվելու, մենք պետք է ոչնչացնենք ամաղեկի զորությունը պիտի քանդվի Հիսուս Քրիստոսի զորավոր եւ կենդանի անունով։ Այստեղ ասում է հոգնած ու սպառված մարդկանց թշնամին հասավ։ Սերներ, հոգնած ու սպառված լինելը առավելություն է տալիս մեր թշնամուն։ Թշնամին կարողանում է հասնել նրանց, ովքեր ետ են մնացել, ովքեր դանդաղում են, այլևս չեն ուզում պայքարել, դրա համար հանեք ձեր մտքից, հոգնել եմ, այլևս չեմ ուզում պայքարել, Աստծո խոսքն ասում է շարունակի պայքարել, շարունակի աղոթել, շարունակի զորանալ, շարունակի լցվել Աստծո Սուրբ Հոգով։ Դավիթը մի օր եկավ Սիկելակ ու տեսավ ամբողջ քաղաքը այրված էր, ընտանիքը գնացել, ընտանիքին տարել էին գերության մեջ, եւ Աստվածաշունչն ասում է, որ Դավիթը եւ իր ամբողջ ծառաները նստան ու ամբողջ գիշեր լաց եղան։ Ամբողջ գիշեր Աստվածաշունչն ասում է, որ անգամ նրանց վրա այլևս ուժ չէր մնացել լացելու, որովհետև նրանք ուղակի սպառվել էին, բայց ինձ դուր է գալի այն խոսքը, որ խոսքն ասում է, բայց Դավիթը զորացավ իր Տեր Աստծով եւ նա երբ որ հարցրեց Աստծուն, գնամ թշնամու հետևից, ասեց գնա եւ անպատճառ պիտի հաղթես թշնամուն։ Եվ նա գնաց եւ հաղթեց թշնամուն։ Մի մարդ, ով կանգնած էր, թեպետ նա լացել էր, գիշերը լաց կա, բայց առավոտը ուրախություն եւ ցնծություն կա։ Նա լացել էր ամբողջ գիշեր եւ ուժ չկար նրա մեջ, բայց Դավիթը զորացավ իր Տեր Աստծով։ Այսօր քաջացի եւ զորացի քո Տեր Աստծով, զորացի եւ կանգնիր քո ոտքերի վրա, որովհետեւ այն Աստվածը, որ քեզ կանչել է, նա քեզ տվել է զորություն եւ ուժ հաղթելու քո թշնամիներին։ Մենք այսօր պետքա պարտության մատնենք մեր թշնամիներին։ 19-րդ խոսքում ասում է, երբ Տեր Աստված քո շուրջ գտնվող քո բոլոր թշնամիներից քեզ հանգստացնի, որ քո Տեր Աստված քեզ տալու է իբրև ժառանգություն, որպեսզի տիրես նրանց, այն ժամանակ կջնջես ամաղեկի հիշատակը չմոռանաս։ Ասում է, երբ կան խաղաղության ժամանակները, այնքան չտրվես այդ խաղաղությունով, որ մոռանաս ինչ պիտի անես քո թշնամու հետ, որտեվ հիշենք, որ թշնամին անընդհատ կանգնելու է մեր ճանապարհին։ Անընդհատ մենք ունենալու ենք այդ թշնամին, որ անընդհատ խոչընդոտ է։ Միշտ իմացեք, որ ամաղեկը անընդհատ փորձելու է։ Եվ այստեղ ասում է, որ երբ քո Տեր Աստված քո շուրջը գտնվող բոլոր թշնամիներից հանգստացնի քեզ այն երկրումը, որ քո Տեր Աստված քեզ տալու է իբրև ժառանգություն, որպեսզի տիրես նրան, այն ժամանակ կջնջես ամաղեկի հիշատակը երկնքի տակ հիշեցնում է, չմոռանաս, որովհետև ես հիշում եմ, թե ամաղեկը իմ ժողովրդին ինչ է արել։ Աստված հիշում է։ Աստվածաշունչը մի քանի տեղ ասում է, ես հիշում եմ, թե ինչ արե ամաղեկը իմ ժողովրդի հետ, եւ Աստծո բարկությունը բորբոքված էր, նա լցված էր բարկությամբ, Տերը լցված էր բարկությամբ, եւ այսօր Տերը լցված է բարկությամբ այն մեղքի, այն վատ սովորության դեմ, որ երբեմն մեր սրտի մեջ, մեր կյանքի մեջ կա, եւ մենք փորձում ենք ինչ-որ բան անել, ազատվել դրանից։ Այսօր Աստված ուզում է մեզ հաղթություն տա։
Այսօր Աստված ուզում է մեզ օրհնել եւ առաջ տանել։ Այստեղ թշնամին դա այսօր մեր վատ սովորություններն է։ Ամաղեկը այն չարիքն է, որը անընդհատ հետապնդում է եւ հետապնդելու է։ Եթե մենք մտածում ենք, երևի Մովսեսը մտածեց, որ արդեն պատերազմը ավարտված է, ասեմ, քանի մենք ապրում ենք այս երկրի վրա, մեր պատերազմը չի ավարտվել։ Միշտ պատերազմ կա այստեղ։ Այս երկրի վրա ապրելով միշտ պատերազմ կա։ Եվ մենք տեսնում ենք շատ կարևոր բաներ Սուրբ գրքի մեջ, որ մեզ սովորեցնում է ինչպես հաղթել մեր թշնամիներին, ինչպես կանգնել մեր թշնամու դեմ, եւ այդ զորությունը նրանից է, ով մեզ կանչել է, ով մեզ տվել է այդ զորությունը։ Եվ մենք գիտենք ամաղեկը որպես դա չարիքը սատանայի խորհրդանիշն է, որ անընդհատ փորձելու է։ Երբ Աստված մեզ խաղաղություն եւ հաղթություն է տալիս, մենք չպետք է մոռանանք ինչ պիտի անենք մեր թշնամիների հետ։ Չտրվենք այնքան այդ խաղաղությունով, ուրախությունով, որ մոռանանք թե ինչ պիտի անենք։ Թվոց 32-րդ գլխում այսպեսի մի խոսք է 20-րդ խոսքում։ Մովսեսն ասեց նրան. եթե այս բանն անեք, եթե պատրաստվեք Տիրոջ առաջ պատերազմի համար, եթե դուք ամենքդ պատրաստված Հորդանան գետ անցնեք, Տիրոջ առաջ մինչև որ նա իր թշնամիներին քշի ձեր առջևից, եւ այդ երկիրը Տիրոջ առաջ նվաճելուց հետո միայն դուք ետ դառնաք, այն ժամանակ անպարտ կլինեք Տիրոջը եւ Իսրայելի առաջ։ Եվ այդ երկրից Տիրոջ առաջ ձեր կալվածքը կլինի։ Բայց եթե այդպես չանեք, մեղք գործած կլինեք եւ հիշեք, որ վաղը մեղքը ձեզ գտնելու է։ Սերներ, եթե որ մենք մեղքի հարցերը չենք լուծում, մի օր գտնելու է մեզ։ Որովհետև այսօր Աստված մեզ տվել է այն զորությունը, որտեղ հիմա է ժամանակը մեղքի, մեր խնդիրների, մեր խնդիրների, մեր բնավորության, ես չգիտեմ, ում մեջ ինչ կա։ Մենք պիտի աշխատենք մեզ վրա անընդհատ, բարբերաբար մենք պետք է աշխատենք մեր կյանքի մեջ, մեր սրտերի մեջ, որպեսզի հեռացնենք դրանք մեր կյանքից։ Որովհետև այսօրվա չլուծված խնդիրը վաղը մեծ հետևանք է թողնելու մեր կյանքի մեջ։ Եթե այսօր մենք չենք լուծում այդ հարցերը, մեղքի հարցերը, վաղը մենք մեծ խնդիրներ ենք ունենալու։ Դրա համար ասում եմ, եթե այսօր դուք չպատրաստվեք պատերազմի, ասում եմ, պատրաստվի պատերազմի։ Ասում եմ, պատրաստվի, Տիրոջ խոսքը մեզ անընդհատ ասում է, պատրաստվի պատերազմի։ Եթե դուք չպատրաստվեք պատերազմի, հիշեք, մեղք եք գործելու իմ առաջ եւ վաղը այդ մեղքը ձեզի գտնելու է։ Եթե չպատրաստվեք, ձեզի մեղքը գտնելու է։ Ինչ պիտի անենք։ Մենք պետք է պայքարենք։ Աստվածաշնչի մեջ մի պատմություն կա, ես չեմ ուզում կարդամ, բայց այս պատմությունը, գիտեք, մեզ շատ սովորեցնում, ավելի մեզ լրջացնում է, որպեսզի մենք հասկանանք մի կարևոր բան։ Բոլորդ լսել եք, շատ անգամներ ծառայողները քարոզել են այստեղից Սամսոնի պատմությունը։ Սամսոն ուղղակի խաղ էր խաղում, բայց այդ խաղը ավարտվեց Սամսոնի պարտությամբ։ Նա մեղքի հետ խաղ էր խաղում։ Սամսոնի եւ Դալիլիայի օրինակը մեզ սովորեցնում է, որ գաղտնիքը սխալ մարդկանց մի հայտնիր։ Որովհետեւ դա տալիս է առավելություն թշնամու։ Եվ մենք տեսնում ենք Աստծո խոսքն ասում է, որ թշնամին օգտվեց ուժեղ Սամսոնի թույլ տեղից։ Հիշեք, որ բոլորս ինձանից սկսած, այստեղ բոլորս եւ բոլոր հավատացյալները եւ բոլոր ուժեղ մարդիկ ունեն գոնե մի հատ թույլ տեղ։ Մի հատ գոնե։ Եվ դա կարող է թշնամուն առավելություն տա։ Տեսեք ուժեղ Սամսոնը, ով պարտության էր մատնում արտաքին թշնամիներին, երևացող թշնամիներին, չկարողացավ հաղթել իր ներսի թշնամուն։ Տեսեք Գողիաթ սպանող Դավիթը, ում դեր ու նշանակությունը մեծ է, ու մենք տեսնում ենք Աստվածաշնչի մեջ մեծ հաղթանակներ, փղշտացիներին հաղթող, Գողիաթներ հաղթող, պատերազմներ հաղթող, բայց չկարողացավ հաղթել իր ներսի թշնամուն։ Երբ որ հանդիպեց, երբ որ տեսավ Բերսաբեին։ Սա նշանակում է ժողովուրդ, երբ որ այս զորավոր մարդիկ, մենք տեսնում ենք պատմության մեջ այս զորավոր մարդիկ, Սատանան օգտվել է այդ թույլ տեղից, ուժեղ մարդկանց թույլ տեղից, որքան առավել այսօր մենք պետք է զգուշանանք։
որքան առավել մենք պետքա զգուշ լինենք, որպիսի առիթ չտանք, որ թշնամին մոտենա այդ թույլ տեղին։ Եվ մենք պետք է այսօր աղոթենք, որ Տերը օգնի, որ հեռացնենք այդ թույլ կողմերը, փակենք թշնամու համար բոլոր մեր թույլ։ Մի գուցե դու մի հատ վատ բնավորության գիծ ունես։ Մի հատ բնավորության գիծ, որ դա խանգարում է, դա թույլ տեղ է, սիրելիս թշնամին օգտվելու է այդ թույլ տեղից։ Մի գուցե դու ուժեղ տղամարդ ես, ուժեղ կին ես, ուժեղ հավատացյալ ես, ուժեղ ծառայող ես, վազդում ես, ծառայում ես եկեղեցին, բայց ընդամենը մի թույլ տեղ թշնամին կարող է։ Ասեմ, թշնամին չօգտվեց ուժեղ Սամսոնի ուժեղ տեղերից։ Նա օգտվեց թույլ տեղից։ Եվ դրա համար մենք ինչ պիտի անենք։ Մենք պետք է աղոթենք, որ Տերը մեզ զորացնի, Տերը մեզ օծի։ Մատթեոս 12:29-ում ասում է կամ ինչպես կարող է մեկը հզոր մարդու տունը մտնել ու նրա ունեցվածքը հափշտակել, եթե նախ նրան սկզբից չկապի։ Իսկ եթե որպեսզի կարողանա նրան կապի, ինչ պիտի անի, պիտի գտնի թույլ տեղը, ոնց կարելի է կապել։ Եվ հետո նրա ունեցվածքը թալանել։ Թշնամու գործելավոճը չի փոխվել։ Ուժեղ տղամարդը կապված էր մի կնոջ կողմից։ Ուժեղ տղամարդը, աշխարհի ամենաուժեղ տղամարդը, որ մեծ հաղթանակներ ուներ, մեծ գործեր էր անում, պատերազմներ էր հաղթում, փղշտացիներին էր ջարդում, թշնամիներին կոտորում էր, չկարողացավ իր ներսի թշնամուն հաղթել։ Եվ սա մեզ ավելի պետք է զգուշացնի, ավելի մեզ պետք է սթափեցնի, որպեսզի մենք հասկանանք։ Երբ որ սատանան ուզում է մտնել եւ ուժեղ մարդկանց կապել, պիտի գտնի թույլ տեղը։ Թույլ տեղը։ Սամսոնի թույլ տեղը Դալիլյան էր եւ խաղում էր իր հետ։ Գիտեք, Սամսոնը արդեն տեղյակ էր, որ Դալիլյան ինքը հասկանում էր, ինքը գիտեր։ Որովհետև երբ որ գաղտնիքն ասում էր, իհարկե ճիշտ է, ճիշտ չէր ասում սկզբից գաղտնիքը։ Մենք տեսնում ենք, որ փորձեր արվում իր վրա, թշնամին հարձակվում է։ Բայց ոնց որ, գիտեք, երբ որ մարդը սխալ խաղերի մեջ է մտնում, ասեմ ձեզ, սկզբից մի քիչ տարօրինակ է, հետո կամաց ընտելանում է այդ խաղերի հետ։ Եվ կամաց վարժվում է։ Արդեն գիտեք, Սամսոնի դուրը գալիս էր այդ խաղը, բայց ավարտվեց խաղը։ Մի օր բոլոր խաղերը ավարտվելու են։ Բայց թե ում հաղթանակով, սա կարևոր բան է։ Թող Տերը մեզ օգնի, որպեսզի մենք խաղ չխաղանք, որտեղ քրիստոնեությունը, աստվածպաշտությունը խաղ չի, սա լուրջ կյանք է, որ մենք պետք է ապրենք, ոչ միայն ապրենք, այլ պիտի գործենք, այլ պիտի շարժվենք հավատքով եւ առաջ գնանք Հիսուս Քրիստոսի անունով։ Ցավոք սրտի, թշնամին օգտվեց ուժեղ Սամսոնի, ուժեղ։ Ինչի համար անընդհատ շեշտում եմ ուժեղ, որտեղ հիշի, երբ դու ուժեղ ես, աշխատի, որ սատանան չգտնի, թեկուզ մի հատ թույլ տեղ, բաց դուր տեսավ մտնելու է։ Տերը թող մեզ օգնի։ Հոգևոր պատերազմը, ժողովուրդ, դա մեկ օրվա պայքար չէ։ Դա մի օրվա պայքար չի, որ մենք մի օր արեցինք պատերազմը մեր հաղթանակով եւ վերջացրեցինք։ Սա նշանակում է, որ մենք անընդհատ պատերազմի մեջ ենք։ Անընդհատ, որովհետեւ թշնամին անընդհատ փորձելու է կանգնել քո ճանապարհին։ Մտքերով, երևույթներով, տարբեր տեսակի գայթակղություններով, այսօր աշխարհը լիքն է այդ գայթակղությունները։ Եվ եթե մենք թուլանանք, եթե մենք տրվենք այդ գայթակղություններին, մենք գալու է ժամանակը, որ սպառվելու ենք, հոգնելու ենք եւ հետ ենք մնալու։ Եվ խոսքն ասում է, թշնամին հասավ նրանց, ովքեր ետ էին մնացել, ովքեր այլևս չէին կարողանում քայլել, ովքեր չէին կարողանում արդեն վազել, առաջ շարժվել։ Եվ դա թշնամու համար առավելություն էր, դա բաց դուռ էր թշնամու համար եւ թշնամին մտավ ներս։ Երբեք մի ասա հոգնել եմ ես կյանքից։ Երբեք մի ասա այլևս չեմ ուզում պայքարեմ։ Սա նշանակում է, որ դու առավելություն ես տվել թշնամուն մտնելու քո տարածք, մտնելու քո կյանքի մեջ։ Գիտեք, ասեմ, մեղքի դեմ
երբ որ մենք պատերազմում ենք մեղքի դեմ եւ հաղթում ենք մեղքին։ Գիտեք, մեր կյանքում որոշ մեղքեր կա, որ մենք հաղթել ենք։ Որոշները, որ մենք կիսատ ենք թողել եւ նրանք նորից վերադառնում են մեր կյանքի մեջ։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ մենք պետք է ամբողջությամբ հարցը լուծենք։ Չթողնենք կիսատ գործ անելը, թողնել կիսատ, սա նույնպես պարտություն է։ Դրա համար մեզ պետք է, որպեսզի մենք առաջ շարժվենք եւ ամեն ժամանակ թույլ տանք, որ Աստված մեր մեջ իր խոսքը լցնի եւ զորացնի մեզի, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվենք։ Մեղքի դեմ պայքարը կես ճանապարհից հետ դառնալը, սա նույնպես պարտություն է, ժողովուրդ։ Դրա համար Աստծո խոսքը մեզ քաջալերում է, մեզ զորացնում է, որպեսզի մինչև վերջ։ Ես ուզում եմ այսօր միասին մինչև վերջ մեղքի հարցը լուծենք։ Ես չգիտեմ մեղքի անունը ինչ է, վատ սովորությանը անունը ինչ է։ Դու գիտես, լավ գիտես։ Կարող է կողքիդ նստողը, կարող է հովիվը, կարող է ոչ մեկ չիմանան, կարող է ծառայողները չիմանան, դու գիտես, բայց կա մեկը, որ գիտի։ Դրա համար Աստվածաշունչն ասում է, երբ որ մեկը իր մեղքը խոստովանում է, նա թողություն կգտնի, ասում է, իր հանցանքը ծածկողը չի հաջողվի, բայց խոստովանողը թողություն եւ ողորմություն կգտնի։ Գիտեք, երբ որ մենք մեր մեղքերը խոստովանում ենք, նես չի որ Աստված ասում է, «Վա, լուրջ sense բան ես արել»։ Մենք խոստովանում ենք, որպեսզի այդ ծանրությունը մեր վրայից գնա, ոչ թե մենք խոստովանում ենք, որտեվ ինքը չգիտի։ Որտեվ ինչ որ մենք անում ենք ծածուկում, նա գիտի, նա ամեն բան գիտի։ Նամա ժողովողի գրքի մեջ այսպեսի մի խոսք ասում է, չար գործերի վճիռը շատ շուտով չի կատարվում, դրա համար մարդկանց որդիների սիրտը փափագում է չարություն գործելու։ Սերներ, մեղքի հատուցումը, երբ որ մենք մեղք կա գործում, դրա պատիժը ուշանալու պայմանը սա է։ Ոչ թե նրա համար, գիտեք, հենց շատ շուտով որ չի կատարվում, մարդկանց որդիների սիրտը փափագում է, արխային ենք ընկնում, շարունակում ենք։ Ոչ, դրա համար չի ուշացումը, այլ որպեսզի ապաշխարեն ամենքը եւ դառնան Տիրոջը։ Սա կարևոր բան է։ Եվ դրա համար մենք մեղքի հետ հարցերը լուծելու կես ճանապարհից հետ դառնալը դա նույնպես պարտություն է։ Եվ դրա համար ինչ պետք է անենք, մենք պետք է անընդհատ պատերազմենք եւ հաղթենք։ Հաղթանակը գալիս է նրանց, ովքեր չեն հանձնվում, ովքեր շարունակում են պայքարել, ովքեր վճռական, լցված, տրամադրված գնում են առաջ։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Մի պատմություն կա Աստվածաշնչի մեջ։ Անցնում են տարիներ, անցնում են ժամանակներ։ Աստված Սամվելի միջոցով պատվիրում է, որպեսզի Սավուղ գնա ամաղեկացիներին ամբողջությամբ ոչնչացնի։ Տեսեք, առաջի թագավորաց 15-րդ գլուխ առաջի խոսքում ասում է. Սամվելն ասեց Սավուղին, Տերը ուղարկեց ինձ քեզ Իսրայել ժողովրդի վրա թագավորացելու։ Գիտես ինչի համար ես թագավորացվել։ Այսօրվա համար։ Այս պատերազմը պիտի հաղթես։ Այս պատերազմի հարցերը պիտի լուծես։ Սամվելն ասեց Սավուղին, Տերը ուղարկեց ինձ քեզ Իսրայելի ժողովրդի վրա թագավորացելու։ Հիմա լսիր Տիրոջ խոսքը։ Այսպես է ասում զորությունների Տերը, ես հիշում եմ, տեսեք նորից Աստված հիշում է, միգուցե դու այսօր մոռացել ես թշնամին ինչ է արել քեզ, ինչ օրինագծել, բայց Աստված չի մոռացել, միգուցե մենք մոռանում ենք, թե ինչ է արել սատանան, քանդելով մեր կյանքը, մեր երիտասարդությունը, Օրհնյալ լինեն նրանք, ովքեր ծնվել են հավատքի մեջ, դուք երանելի եք, այդ երանությունը վայելեք ու պինդ բռնեք, բայց նրանք, ովքեր գնացել են այդ ճանապարհով, ընկել են մեղքերի մեջ, սատանան քանդել է նրանց կյանքը, փչացրել է նրանց կյանքը, նրանց երիտասարդությունը, պատանեկությունը, նրանք լավ կհասկանան ինչ է, երբեմն մենք մոռանում ենք, բայց այստեղ խոսքն ասում է, որ Տերը ուղարկեց ինձ քեզ Իսրայելի ժողովրդի վրա թագավորացելու։ Եվ հիմա լսիր Տիրոջ խոսքը,
Այսպես է ասում զորությունների Տերը. Ես հիշում եմ, թե ինչ արեց Ամաղեկը Իսրայելին, ինչպես ճանապարհին նրա դեմ ելավ, եւ նա դուրս էր եկել Եգիպտոսից։ Հիմա գնա եւ ջարդիր Ամաղեկին եւ ոչնչացու նրա ամբողջ ունեցվածքը։ Աստված պատվիրում է, որ հիմա արա դա։ Ես ուզում եմ հիմա անես։ Ժողովուրդ, այսօր այդ պատվերը նույնն է երեք, այսօր եւ վաղը։ Այդ պատվերը այսօր նույնը տրված է մեզ, հիմա արա դա։ Հիմա լուծի թշնամու հարցերը։ Հիմա ազատվի այդ վատ սովորությունից։ Հիմա ազատվի այն մեղքից եւ ամբողջությամբ ոչնչացու, որտեւ եկեք հիշենք, երբ որ մենք մեղքը հարցը կիսատ ենք թողում, չենք լուծում ամբողջությամբ, նա նորից ավելի ուժեղ վերադառնում է, ավելի զորացած վերադառնում է, որովհետև որոշ մեղքեր մենք լուծել ենք հարցը, որոշները չենք լուծել, կիսատ ենք թողել եւ նրանք շարունակում են մեզ տանջել։ Դրա համար այսօր Տերն ուզում է, որ ինձ ու քեզ զորացնի, որպեսզի մենք հաղթող լինենք։ Հիմա գնա։ Հիմա արա դա, այսօր արա, հենց այսօր ես ուզում եմ հենց հիմա անես դա։ Հիմա գնա, որովհետև ես հիշում եմ, թե ինչ արել Ամաղեկը Իսրայելին, ինչպես որ կանգնեց, նույն խոսքերն ա ժողովուրդ, որը կարդացինք Ելից գրքում, որը կարդացինք Երկրորդ Օրինաց գրքում եւ հանդիպում ենք Առաջի Թագավորաց գրքում։ Տերն ասում է, ես հիշում եմ, թե ինչ արեց իմ ժողովրդի հետ։ Եվ այդ հարցը պետք է ամբողջությամբ լուծենք այսօր այդ հարցը։ Սավուղը ասաց, խնդիր չկա։ Հիմա գնա եւ ջարդիր Ամաղեկին եւ ոչնչացրու նրա ամբողջ ունեցվածքը։ Չխնայես նրան, կոտորիր բոլորին, տղամարդ եւ կին, երեխա եւ կաթնակեր, արջար, ոչխար, ուղտ եւ էշ։ Ժողովուրդ ջան, ես միշտ կարդացել եմ այս տողերը, այս համարը իմ համար, երբ հասել եմ այստեղ իմ համար անհասկանալի է եղել։ Որովհետև գիտեք նորմալ է, երբ որ ասո բարկությունը բորբոքված եւ ասում է գնա ունեցվածքը ոչնչացրու, ուխտերին, էշերին, ջարդիր ու փշրիր, ամեն բան ոչնչացրու, բայց երբ հանդիպում ենք, բայց որ գալիս ենք ասում է երեխաներին եւ կաթնակերներին էլ ոչնչացրու, հարց առաջանում, Աստված իմ, Տեր իմ, միթե Աստված այնքան էր բարկությամբ լցված, որ կարող էր թույլ տալ, որպեսզի կաթնակերներին, լավ կաթնակերը, երեխան ինչ մեղավոր էր, որ ամաղեկացի էր ծնվել։ Սերներ, ես ես վերջում եմ հայտնաբերել, այդ փոքրիկ ամաղեկացին կաթնակեր վաղը մեծ տղա էր դառնալու եւ նորից կանգնելու էր Իսրայելի ժողովրդի ճանապարհին։ Փոքրիկ մեղքը այսօր որ կա, փոքրիկ ամաղեկացի է։ Եթե մենք այսօր այդ փոքր մեղքի հարցը չլուծենք, վաղը մեծ հետևանք է թողելու։ Դրա համար ասում ամբողջությամբ ոչնչացրու, ամբողջությամբ։ Երեխա, կաթնակեր, բոլորին ոչնչացրու, այսինքն Ամաղեկի հիշատակը պիտի ջնջեմ երկնքի տակ։ Ամաղեկի սերունդը, սերունդից ոչ ոք չպիտի մնա։ Մեղքից ոչ մի փոքրիկ անգամ նշուր չպիտի մնա մեր կյանքի մեջ։ Աստված ուզում է, որ սուրբ եկեղեցի կանգնի իր առաջ։ Ասո նպատակն է, որպեսզի իր եկեղեցին սրբված լինի։ Ասո նպատակն է, որ իր եկեղեցին, որտեղ նա վերադառնալու է եկեղեցու հետևից, հարսնացուն, պիտի պատրաստ լինի սրբված, եւ պետքա խոսքն ասում է Եփեսացիների ուղված նամակի մեջ, որպեսզի ես գամ իմ եկեղեցու հետևից, նա պիտի բիծ անգամ արատ չունենա։ Ասո սուրբ եկեղեցին պետքա արատ չունենա, պետքա լինի կատարյալ մաքուր եւ հնարավոր ապրել մաքուր։ Իհարկե հնարավոր է, Աստված մեզ ասում է։ Հնարավոր է, որ եկեղեցին ապրի սուրբ կատարյալ, լինի ամբից եւ անարատ, դա սուրբ գիրքն է ասում։ Եվ որ նա վերադառնա, նա գալու է։ Եվ նրա աշխատանքը չի վերջացել մեր կյանքի մեջ, նա սրբացնում է իր կատարյալ եկեղեցին, եւ նա աշխատում է իր եկեղեցու հետ, որպեսզի
խոսքն ասում է փառահեղ կանգնացնի իր առաջ։ Եկեղեցի պետքա փառքով փառահեղ կանգնես թագավորի առաջ, որի անունը Հիսուս Քրիստոս է, հալելույա։ Օրհնյալ է նրա սուրբ եւ սքանչելի անունը։ Սուրբ Գիրքն ասում է, որ գնա երեխաներին, կաթնակերներին, արջար, ոչխար, ուղտեշ, ամեն բան ոչնչացրու։ Ամեն ինչ որ կա, պիտի ոչնչացնես։ Այսօրվա փոքրիկ մեղքը վաղը մեծ հետևանք է թողելու։ Սկզբից, որ ես կարդացի, ասեց մեղք գործած կլինեք եւ վաղը այդ մեղքը ձեզ գտնելու է։ Ժողովուրդ, եթե մենք մեղքի հարցերը ամբողջությամբ չենք լուծում, վաղը այդ մեղքը մեզ գտնելու է։ Դե մտածում ենք, ասում ենք մի հատ փոքր սուտ է, էլի։ Ժողովուրդ, երբեմն մարդիկ իրենց սուտը այնց են արդարացնում։ Ասում են, որ սուտ չխոսամ, խնդիրներ ա լինելու։ Այ մարդ, դու սուտ մի խոսա։ Խնդիրների հարցն էլ Տերն ա լուծողը։ Դրա համար Աստծո խոսքն ասում է ավելի լավ է դառը ճշմարտությունը առակացի գիրքը, քան քաղցր սուտը։ Այսօրվա փոքրիկ ամաղեկը վաղը մեծ տղա է դառնալու։ Վաղը լուրջ հետևանք է թողելու, որովհետև այդ փոքրիկ ամաղեկացին մեծանալու է։ Փոքրիկ ամաղեկը վաղը տղա է դառնալու։ Այսօր կա թաուտում, վաղը տղա է դառնալու։ Այսօր փոքրիկ մեղքը կա թաուտում, վաղը տղա է դառնալու, մեծանալու է։ Որտեղ երբ որ մարդն ասում է, դե հա մի հատ փոքր սուտ է, ես ասեմ թող անցնի։ Լսի, եղբայրս եւ քույրս, այդ փոքր սուտը որ ասեցինք, հետո պիտի մի հատ էլ սուտ հորինենք, որ այն սուտը ծածկենք։ Հետո մի հատ էլ սուտ պետք է հորինենք, որ այն երկու սուտը ծածկենք։ Ու սենց գնում է, ու հետո տեսնում ենք արդեն մենք շատ ենք հեռացել։ Դրա համար հիմա գնա եւ ամաղեկի հարցերը լուծի։ Չմոռանաս։ Բայց Սավուղը եւ ժողովուրդը խնայեցին Ագագին 9-րդ խոսքում։ Ոչխարների ու արջարների լավերին ու գերերին ու գառներին եւ այն ամենը ինչ ընտիր էր չուզեցին ոչնչացնել։ Սա ընտրության հարց է։ Չկարողանալ մեղքի հարցերը լուծել, նա կտա ինձ ու քեզ զորություն լուծելու այդ խնդիրը։ Բայց երբ որ չեմ ուզում դրանից ազատվեմ, սա այլ խնդիր է։ Չեմ ուզում։ Մի օր հիշում եմ Մարտունի ժողով էր, մի գյուղում էինք, շատ մարդեր հավաքված, ծառայություններ էինք անում, աղոթում էինք մարդկանց համար, հրաշքներ էր լինում, Փարթիրոջը Տերը հզոր ձևով գործում էր։ Մի քույրիկ ամուսնու հետ եկա մոտիկացավ, ասեց խնդրում եմ աղոթեք ամուսնուս համար, համ խմում է, համ ծխում է։ Ասեց աղոթեք թող ազատվի, ասի խնդիր չկա, եղբայրս դու պատրաստ, ասեց կայնի։ Ասեցի տենաս ինչ ա եղել։ Ասեց ծխելուց համար համաձայն եմ, բայց չաղոթես, որ խմիչքս թարգեմ։ Չուզեց։ Սիրելիներ, եթե չենք ուզում, ասում է, ես վերջում եմ ուշադրություն դարձրել այս չուզեցին բառի վրա։ Չուզեցին։ Այսինքն կարային, բայց չուզեցին։ Սա ընտրության, սա իմ ընտրության հարցն է։ Եթե ես մի բանից չեմ ուզում ազատվեմ, սա իմ ընտրությունն է, բայց չեմ կարողանում ազատվեմ, սա այլ բան է։ Ինձ ու քեզ Տերը կզորացնի, որպեսզի մենք կարողանանք։ Դրա համար հարցը հետևյալն է. ուզում ես, թե չես ուզում։ Եթե ուզում ես, ուղղակի չես կարողանում, նա ինձ ու քեզ կտա զորություն, բայց եթե չենք ուզում, ժողովուրդ ջան, ոչ մի բան էլ չի փոխվելու։ Բոլոր անարժեք եւ անպիտան բաները չուզեցին ոչնչացնել։ 11-րդ խոսքում զղջացի, որ Սավուղին թագավոր դարձրի, որովհետև ինձանից հեռացավ եւ չկատարեց իմ խոսքերը։ Սամվելը տրտմեց եւ ամբողջ գիշեր աղաղակում էր, հետո մենք տեսնում ենք լաց է լինում, աղոթում էր Սավուղի համար, Աստված հայտնվավ եւ բարկացավ Սամվելի վրա, ասեց. «Էլ չաղոթես, չլացես նրա համար, որովհետև ես նրան մերժել
եմ, նա այլևս չպիտի թագավոր լինի։ Ոչնչացրու այն վատ սովորությունները, այն փոքր մեղքը, որ այսօր փորձում է, վաղը դառը մեծ հետևանք թողնի մեր կյանքի մեջ, քանդիր, մենք այսօր համաձայն ենք, որոշում ենք կայացնում, հրաժարվում ենք, տուր մեզ զորություն հաղթելու եւ ոչնչացնելու Հայր Հիսուս Քրիստոսի անունով։ Շնորհակալ ենք քեզանից։ Իմ Աստվածս, փառավորում ենք քո սուրբ անունը, շնորհակալ ենք, ես չեմ ուզում, որ ամաղեկը կենթանի մնա, թույլ մի տուր, որ ամաղեկը կենթանի մնա, տուր ինձ այդ զորությունը, ես ուզում եմ այն սերունդից լինեմ, որ կկանգնեմ, թշնամու դեմ եւ կհաղթեմ Հիսուս Քրիստոսի զորավոր եւ կենթանի անունով։ Շնորհակալ ենք, փառք ու պատիվ գոհություն այսօր եւ միշտ Հավիտյանս Հավիտենից Ամեն։ Փարտիրոջը Տերը շատ օրհնի ձեզ, Աստված շատ օրհնի։ Նատաքուր ջան, շնորհակալ ենք։ Տիրոջ օրհնությունը լինի ձեզ։ Շնորհակալ ենք վստահության համար։ Աստված օրհնի ձեզ։